լսեցինք օրակարգում ընդգրկված հարցը եւ չնայած այն նախապես շրջանառվող լուրերի լրատվական որոշ ծառայությունների կողմից, որ ինքնանպատակ դրվել էին շրջանառության մեջ, որ հանձնաժողովը ամեն ինչ անելու է, որ ծածկադմփոց անի, ամեն ինչ անելու է, որ արագ լինի, ամեն ինչ անելու է, որ թափանցիկ չլինի, ամեն ինչ անելու է, որ դահլիճում տեղ չլինի եւ նմանատիպ մեղադրանքներ շրջանառվեցին, նիստը դեռ չսկսած օրեր առաջ, ինքներդ համոզվեցիք, որ այդպիսի սցենար չեղավ, ինչ էլ որ եղավ, դրա նախաձեռնողը կամ հեղինակը ոչ հանձնաժողովն էր, ոչ էլ պետական որևէ կառույց, բայց քավլիցի բոլոր այդ դժվարությունները հաղթահարվեցին, փորձեցինք մենք մաքսիմում ապահովել բոլոր կողմերի լսվածությունը նիստի ընթացքում 150-ից ավել հարցեր հնչեցին այս 3 օրվա ընթացքում, տրվեցին պատասխաններ, այլ բան է թե պատասխանները որ կողմին ինչքանով բավարարեց, բայց բնականաբար այս գործընթացը այսօրվա նիստով չի ավարտվում, ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում եւ հետեւաբար process-ը դեռ ունի շարունակություն։ Process-ը ունի շարունակություն նաեւ այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ մենք ընդհանրապես դադարեցրեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության լիցենզիան, բայց դրան պետք է օրենքով նախատեսվում է արդեն գործընթացներ, առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կսկսի կամ Հայաստանի փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ եւ եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակաշահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը, թե ինչ ընթացք կստանա այս նախանշած փուլերը ոնց կլինեն, դա ժամանակը ցույց կտա։ Ընդհանուր այսքանն եմ ասում, արդեն հարցեր կտաք ինձ, հարցերին կպատասխանեմ, քանի որ դուք եք հոգնած, ես էլ եմ հոգնած, խնդրում եմ